Վերադառնալով օգոստոսի 8-ի փաստաթղթին դուք ասացիք, որ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը Շատ կներկայացեք։ Լիլիթ Կասյան, հայկական երկրորդ հեռուստաալիք։ Օգոստոսի 8-ի փաստաթղթին վերադառնալով դուք ասացիք, որ Նիկոլ Փաշինյանը ձեռք բերեց խաղաղություն անունով մի փաստաթուղթ, իսկ Հայաստանը ոչինչ, բայց Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղությունն արդեն փաստ է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ էլ չի լինելու, երջանիկ ապրեք։ Դուք հավատում եք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու այն դեպքում, երբ Ադրբեջանը մեծացնում է ռազմական բյուջեն, շարունակում է պահանջել Հայաստանից փոխել սահմանադրությունը, խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին 300,000 բնակիչներով բնակեցնելու մասին։ Դուք այս պայմաններում էլ շատ բաներ չթվարկեմ։ Հավատում եք, որ խաղաղությունը հաստատված է եւ պատերազմ չի լինելու։ Շնորհակալություն։ Նայեք, ինչ խաղաղության մասին է խոսում այսօր Նիկոլ Փաշինյանը։ Ինք խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդու տրամադրությունից։ Ալիևի տրամադրությունից է կախված այդ խաղաղությունը, որովհետև այդ փաստաթղթերում եւ ընդհանրապես որևէ տեղ չկան որևէ երաշխիքներ, չկան երաշխավորներ, չկան մեխանիզմներ, թե խախտելու դեպքում ինչ է կատարվում։ Ուրեմն ամբողջ այս խաղաղությունը, հռչակված խաղաղությունը կախված է մեկ մարդու խղճից։ Այդ մարդը կարող է մի օր վատ երազ տեսնել, կարող է մի օր մեկ այլ բան կատարվի, կարող է մի օր մտածի, որ վերջերս խառնաշփոթ աշխարհում կարելի է այս հարցը եւս լուծել, Զանգեզուրի հարցը։ Հիմա եւս դու կարող ես հարց տալ, իսկ դուք ինչ եք առաջարկում, չէ՞, դա մեր վերջի ամիսների ասես տոպ հարցն է, հատկապես ընդդիմադիր գործիչների։ Որտեղ մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա վերահսկելու մեխանիզմներ։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը դեմ չեն խաղաղության, իհարկե, ոչ մեկը դեմ չի, բայց խաղաղություն, որը կունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն այդ պայմանագրերի կատարման, ոչ թե վկա կլինեն, այլ պատասխանատվություն կկրեն։ Միացյալ Նահանգների կողմից որևէ երաշխավորակ այստեղ չկա։ Դրա համար ուղղակի սա մի հնարք է հերթական անգամ մարդկանց խաբելու։ Գիտեք, անգլիական մի ասացված կա, եթե մեկը քեզ խաբել է մեկ անգամ, ամոթ այդ մարդու, եթե քեզ խաբեց երկրորդ անգամ, ամոթ քեզ։ Սա ես չգիտեմ, քանի անգամ է կարելի խաբել հայ ժողովրդին, հայ ժողովրդի մեկ մասին։ Սա հերթական փորձն է։ Չկա խաղաղություն։ Անցնենք հաջորդ հարցին, խնդրեմ թեմատիկա։ Միգուցե կներեք, ավելի շատ կա նույնիսկ խաղաղություն բառը ես սխալ օգտագործեցի սկզբում, կա զինադադար կախված մեկ մարդու ցանկությունից։ Ավելի ճիշտ ձևակերպումը սա է։ Խնդրեմ թեմատիկան պահենք եւ ներկայանանք։ Առաջ շարք երրորդ։ Ներկայաց պայմանավորեք ներկայացեք։ Այո։ 168 ժամ Զարուհի Դիլանյան։ Պարոն նախագահ,